ուզում եմ խոսել բնության աղետի մասին, կարկուտի մասին, որը մեր գյուղացիներին բնականաբար շատ մտահոգում է, շատ մեծ վնասներ է տվել մեր գյուղատնտեսությանը, մասնավորապես Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ այլ մարզերում եղել են կարկուտներ տարբեր տեղերում։ Առաջիկայում շաբաթ օրը ես նախորդիվ եղել եմ Արարատի մարզում, շաբաթ օրը ամբողջ օրը պլանավորված է, որ կլինեմ Արագածոտնի մարզում, մյուս բոլոր տեղերում։ Հիմա մեր աշխատանքային խմբերը, մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվորեն աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունվեն, կհասկանանք ինչպես կարող ենք ուրեմն փորձենք, որպեսզի աջակցենք մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասենք, սա երկրորդ նորությունը եւ երրորդ նորությունը շատ ասում եմ հաշվարկներ կան, բայց տեղ է եղել, որ օրինակ գյուղ կա 3 է եկել կարկուտը, ասենք օրինակ մի մարզում, մի գյուղում 3 եղել է, ընդ որում գյուղի մի մասում, այսինքն դա ինքը ցավոք սրտի բնական աղետ է, որը ինքը դինամիկայի մեջ է։ Հակակարգտային կայանները աշխատում են, բայց հակակարգտային կայանների արդյունավետության մասով պետք է նշել, որ հետևյալ իրավիճակ կա։ Կան ամպեր, հենց գիտականորեն ապացուցված է, որոնց այդ թնդանոթային համակարգերը իրենց արդյունավետությունը 100% չէ։ Այսինքն կան ամպեր, որոնց դեպքում 100%-անոց է ու բազմաթիվ դեպքեր է լինում, որ իրանք փրկում են իրավիճակը, մենք դրանց մասին չգիտենք, չենք խոսում, շատ լավ։ Այո, կրակել են ես չեմ հանդիպել բացի Արարատի մարզի մեկ բնակավայրից, որտեղ մասնագետների կարծիքով պատասխանատուների ներկայացմամբ, այսպես ասած, շատ ուժեղ անձրևային հոսք է սկզբում եղել, որի արդյունքում խնդրեմ է առաջացել սարքի հետ, եւ սարքը ըստ էության չի աշխատել, 1 թե 2 գյուղում եղել է այդպիսի բան, Արարատի մարզում իմ այցելության ժամանակ պարզեցինք, բայց դրա փոխարեն օրինակ կողքի 63 ուրեմն համակարգերը ամբողջությամբ աշխատել էին, այսինքն այդ մեծ հաշվով նման բաներ կարող են լինել, բայց դրանք փոքր